Ես քեզ ասել էի, չէ՞ որ երեխան կբերեմ։ Կբերեմ։ Ես քեզ խոստացել եմ։ Ես ամեն ինչ արել եմ դրա համար, Արփի, ամեն ինչ։ Ու կարևորը իմ խղճի առաջ եմ արդար։ Ուզում քեզ էլ ապացուցեմ։ Քեզ էլ ապացուցեմ, որ ես քեզ չեմ խաբել, ու ես ամեն ինչի հետ կապ չունեմ։ Ես քեզ չեմ հավատում։ Գիտեմ, որ չես հավատում։ Գիտես, երբ կհավատաս։ Երբ որ երեխուդ գրկես։ Երբ որ երեխուդ բերեմ տամ քեզ։ Այդ ժամանակ հաստատ կհասկանաս, որ ես քեզ իրոք չեմ խաբել, ու ամեն ինչ արել եմ երեխուն գտնելու համար։ Ուզում ես ասես, որ Ես ասում եմ։ Վաղը դու քո երեխուն կգրկես։ Ես քեզ խոստանում եմ։ Այսքան ժամանակվա իմ չարչարվելու ամեն ինչ անելը տվել է իր արդյունքը։ Իհարկե ես քեզ չէի ուզում ասել, բայց վաղը դու մարդին կգրկես։ Դա հաստատ է։ Դու երեխու տեղը գիտես։ Ես չեմ ուզում դու ավելորդ հարցեր տաս։ Իսկականից չեմ ուզում, որովհետև քո հարցերի պատասխանը չունեմ, բայց ես մի բան հաստատ գիտեմ, որ երեխուն բերելու եմ։ Բայց մի րոպե որտեղից գիտես երեխու տեղը չեմ հասկանում ինչ է պատահում։ Արփի ինձ լսի։ Ես քո ոչ մի հարցի չեմ կարող պատասխանել։ Ես ուզում եմ իմանաս, հանգիստ լինես, գիշերը գլուխը տնես, հանգիստ բարձին քնես, իմանալով, որ առավոտյան արթնանալու ես, ու վաղը երեխան լինելու է քո մոտ։ Մի բան էլ Արփի։ Ուզում եմ չմոռանաս, որ քեզ շատ եմ սիրում։ Ուզում եմ միշտ հիշես, որ կյանքս չեմ խնայի քո համար, քո երջանկության համար, կյանքս չեմ խնայի Արփի։ Դավը պատշգամբում է։ Հայան, ինչ եղավ։ Ոչ մի բան, ամեն ինչ նորմալ է։ Խանգարվա, մենք ես խանգարում ենք։ Արամ, ես ինքս ասեցի, որ գաք։ Ուղղակի ինձ էլ հասկացի։ Ինձ էլ շատ է պետք։ Կարիք չկա, որ բացատրես։ Ոնց ես։ Արփի ինչ ասաց քեզ։ Երեխես։ Երեխես ընդհանրապես մի օրից ինձ մոտ կլինի։ Ինչ ես լացում, Արփի, ուրախ չես։ Շուտով քո տղան քո մոտ կլինի։ Ընդհանրապես մեկ օր։ Արնոն ասաց, որ մի օրից երեխես ինձ մոտ կլինի։ Իսկ դու հավատում ես Արնոյին։ Հա։ Չեմ ուզում, որ հետո հիասթափվես։ Արի շատ մի ուրախացի հիմա լավ, որ հետո չհիասթափվես։ Չէ, ես իրան լավ եմ ճանաչում։ Ինքը ինձ միշտ խոստանում էր, որ երեխուն կգտնի, ես իրան չէի հավատում, որովհետև զգում էի, որ ընդամենը որ ինձ հանգստացնելու համար է դա ասում, բայց հիմա ինքը լուրջ էր։ Դու ավելի լավ ես իրան ճանաչում, դու ես իր հետ ապրել, հա։
օր ու երեխեքից մոտ կլինի։ Թամերը մեկ օր։ Արփի երևում է, որ քեզ լավ հույս ա տվել։ Կտեսնես, որ ամեն ինչ լավ կլինի ու ամեն վատ բան կմնա անցյալում արդեն։ Արփի, դեղը խմելու ժամն է, արի։ Արի։ Ոչ մի տեղ պետք չի։ Ես իրոք ինձ արդեն լավ եմ զգում։ Արփի, ես հասկանում եմ, որ լավ ես, բայց պիտի խմես այս դեղերը։ Մարդ չէ։ Հավատա ուղղակի չէ։ Կարևորը իմ երեխեն է ու ինքը մի օրից ինձ մոտ կլինի, ինձ հիմա ոչ մի տեղ էլ պետք չի։ Արփի, ես գիտեմ, որ քո լավ լինելը մարկից է կախված, բայց պիտի խմես սա։ Եթե դու հավատում ես Առնոյին, ուրեմն ես էլ եմ քեզ հավատում։ Ու շուտով դուք միասին կլինեք, վստահ եմ։ Մար, մի բան պետք է քեզ խնդրեմ։ Ասա, Արփի, գիտեմ, որ այս անգամ բարդ բան ես ուզելու։ Մար, օգնի ինձ Առնոյի մոտ գնալ։ Արփի, ինչ ես խոսում։ Ինչի ես ուզում է տուն գնալ Արփի նորից։ Ինձ լսի։ Ես ամենաառաջին մարդն եմ եղել, ով Առնոյին ատել է։ Բայց ես հիմա զգում եմ, որ ինքը ինձ չի ստում, ինքը անկեղծ է։ Մար իմ համար առաջնային իմ երեխեն է։ Իսկ իմ երեխուն ինքը վաղը բերելու է։ Արփի, լավ է, որ հավատում ես։ Ես էլ եմ հավատում, բայց ինչի ես նորից ուզում է տուն գնալ։ Որովհետև ես պարտավոր եմ հիմա այնտեղ լինեմ։ Մար Առնոն ամեն ինչ անում է, որ երախոս գտնի։ Ու ես չեմ կարա ուղղակի այս տանը նստեմ ու տեղ խմեմ, դա սխալ է։ Ես պետք է ամենաառաջին մարդը լինեմ, ով երախոս կգրկի։ Բայց Արփի, ինչի ես նորից քո ոտքով այդ տունը գնում։ Մի րոպե բացատրեմ։ Դու ինձ պետք է հասկանաս, ես գիտեմ, որ կհասկանաս։ Հիմա իմ այստեղ գտնվելը սխալ է։ Կարող է ինչ-որ բանով ես կարողանամ Առնոյին օգնել, իսկ ես այստեղ եմ։ Ես պետք է հիմա Առնոյին աջակցեմ, պետք է իր կողքին լինեմ։ Խնդրում եմ, օգնի գնամ։ Լավ, Արփի։ Մամադ հիմա տանը չի։ Պապատ էլ տանը չի։ Դու գնա, ես կասեմ, որ ես այդ ժամին քնած եմ եղել ու չեմ իմացել, որ դու տանից դուրս ես գալիս։ Ես գիտեմ, որ դու ինձ կօգնես։ Վերջին հաշվով ես ոչ մի հանցանք չեմ գործում։ Խոսքը իմ երեխուն ա վերաբերվում ու երբ երեխան ինձ մոտ լինի, մամայք ինձ էլ չեն մեղադրի։ Լավ, Արփի, դու գնա, ես մի բան կմտածեմ։ Անքո գնալուց հետո իմ համար շատ հարցեր անպատասխան մնացին։ Արամ, դրանք արդեն անցյալ են ու կարևոր չեն։ Կարևոր են։ Ցանկացած բան ինչ կապված է եղել իմ կյանքի հետ իմ համար կարևոր է։ Անկախ նրանից, որ այդ ամեն ինչը եղել է չստացված, այդ ընդհանրապես կապ չունի։ Հարցրու։ Ինչի տենց մի անգամից թողեցիր ու գնացիր առանց որևէ մեկին ինչ-որ բան ասելու։
Որովհետև եթե իմանայիք ինձ հետ կպահեիք։ Իսկ ես այդ դարձի ճանապարհ չունեի։ Չես զղջում արածիդ համար։ Չէ։ Չեմ հավատում։ Չեմ հավատում, որ իմ առաջ այն մարդն է, ով անգամ բժիշկների ցուցումով հրաժարվում էր ազատվել երեխուց։ Արամ այդ վերքերը իմ մոտ սպիացել են։ Խնդրում եմ մի թարմացրու նորից։ Լավ։ Ուղղակի զարմանում եմ։ Այս կյանքում պետք չի ոչ մի բանի վրա զարմանալ, որովհետև կյանքն ամեն ինչ թելադրում։ Բալկոնից Սոնայից տունը շատ լավ երևում է։ Լավ։ Արի միասին գնանք։ Ամեն անգամ սենց ես գնում եմ իմ ուզածին չեմ կարողանում հասնել։ Բայց ոչինչ։ Ես գիտեմ, որ ամեն ինչ կլինի ոնց որ Ինչ ա եղել Արփի։ Արփի։ Ինչ ա եղել։ Ես հավատում եմ քեզ։ Ես քո կողքին կմնամ։ Ես գիտեմ, որ դու Մարգենից մոտ կվերես։ Կբերեմ։ Արփին կանչ թող գա։ Խոսելու բան ունեմ։ Արփին տանը չի, Արփին չկա։ Ասե չկա։ Ինչ ես ասում։ Չգիտեմ, ես քնած եմ եղել, չեմ տեսել։ Լավ, բայց դուք որտեղ էիք։ Դարդոց կարելի է վիճակում բաց թողնել։ Ալբերտ, ես 10 րոպեով դուրս եկա, հետո քո հետ բարձրացա։ Լավ, չեմ հասկանում, երկուսով մի արփի չեք կարողանում պահեք։ Բա դուք որտեղ էիք։ Ասում եմ 10 րոպեով դուրս եկա, հետո քո հետ բարձրացա, Ալբերտ։ Կարող է Արամի մոտ լինի։ Չեմ կարծում, չգիտեմ։ Լավ։ Ուր ես գնում։ Արփին գտնելու։ Բայց դու ո՞նց չես նկատել, Մարիամ։ Ասացի քնած եմ եղել, չեմ նկատել։ Արամ, մենք չենք կարող անցած անգամվա նման թողենք, շուտ գնանք։ Ինձ թվում է ինքը կգա հաստատ։ Ալո, Արամ, բարև։ բարև ձեզ։ Արփին քեզ հետ է Արամ։ Չէ, ինչ որ բան ա եղել։ Արփին տնից գնացել է, չգիտեմ ուր է, առաջինը քո մասին մտածեցի։ Չէ, իմ հետ չի։ Իսկ դու որտեղ ես։ Հնարավոր է, որ առանց զանգելու գար ձեր տուն կամ քո աշխատավայր։ Ճիշտն ասած, ես հիմա տանը չեմ, բայց ինձ թվում է, եթե գալու լինի, ինձ կզանգի անպայման։ Բայց եթե ես ինչ որ բան իմանամ, ձեզ կզանգեմ։ Լավ, անպայման զանգիր։ Լավ։ Ինչ ա եղել Արամ։ Արփին է գնացել տանից։ Առանց ինչ որ մեկի բան ասելու թողել գնացել է։ Բայց ուր ա գնացել, եթե ոչ մեկի ոչ մի բան չի ասել։ Ճիշտն ասած ինձ զանգել էր։
ասեց որ վատը ուզում է որ հանդիպենք, բայց ես ասացի որ հիմա հարմար չի։ Ուղղակի չուզեցա Ալբերտին ասեմ այդ մասին։ Արդեն սկսում եմ անհանգստանալ։ Ինձ թվում է, որ Արնոյի մատը խառն է այս հարցում։ Չէ դա, եթե Արփին փողոցից անհետանար, ինչ որտեղ կհամաձայնվեի ասացից հետ։ Բայց տանից է գնացել ու ինքնակամ։ Լավ, մի քիչ հետո Անիտային կզանգես։ Կարող է ինչ-որ նորություն ունենա։ Հա կզանգեմ։ Ինչ ա եղել Ալբերտ։ Արփին ուր է։ Ինչ է նշանակում ուր Արփին։ Այն որ Արփին չկա, տանը չի։ Ու ես չեմ զարմանա, եթե դա քո ձեռքի գործը լինի։ Չեղավ Ալբերտ։ Ինչ է նշանակում Արփին տանը չի։ Արփին չկա։ Միշտ թվացել է թե ձեր տանը ավելի ապահով է, քան ստեղ։ Չգիտեմ։ Բուժքույրը արթնացել է, տեսել է։ Չկա։ Անիդան էլ ոչինչ չգիտեր։ Ու դա շատ տարօրինակ է։ Չի կարա Արփին տնից դուրս եկած լինի ու ոչ ոք ձեզանից տեսած չլինի։ Այդտենց էլ չհասկացա Ալբերտ։ Դու մտածում ես, որ ես եկել եմ քո տանից տարել եմ Արփին։ Չգիտեմ որտեղ փնտրեմ ու չգիտեմ թե քեզ ինչ ասեմ։ Բայց մտածելու, այդպես մտածելու առիթներ տվել ես, չէ՞։ Հիմա Արփին այդ վիճակում չի Ալբերտ, որ քո տնից գամ գողանամ ու բերեմ իմ տուն։ Ուղղակի իմ ճակատագիրն ինձ է դասավորվել, որ ամեն ինչում ես եմ մեղավոր։ Լավ։ Ես իմ տղեկին կասեմ փնտրեն։ Եթե գտնեմ քեզ կզանգեմ։ Կգտնենք Արփին։ Դրա մասին մի մտածի։ Լավ։ Ինչ էր ասում պապան։ Քեզ էր փնտրում Արփին, ինչ պետք է ասեր։ Իսկ դու իրան ինչ ասեցիր։ Ասացի, որ քեզ չեմ տեսել, ոնց որ դու ես խնդրել։ Բայց ամեն դեպքում չեմ կարծում, որ դա ճիշտ որոշում է։ Չէ, Արնո, ճիշտ ես արել, որոշումը չես ասել։ Չես մտածում, որ կարող են հանգստանալ։ Մտածում եմ։ Բայց հիմա պետք չի, որ պապան իմանա ես այստեղ եմ ինքը։ Լավ, հասկացա։ Դու շատ ճիշտ որոշում ես կայացրել։ Եկել ես քո տուն։ Ես քո երեխու տունն եմ։ Դու երբ ուզես, ոնց ուզես կարաս ես ամեն ինչը կառավարես։ Սա ձերն է։ Ես հիմա պետք է այստեղ լինեմ, Արնո։ Ես պետք է այստեղ իմ երեխուն սպասեմ, դա կարևոր է։ Դա հիմա ավելի կարևոր է։ Ես պետք է այստեղ լինեմ, երբ դու երեխու հետ կգաս։ Արնո, ինձ ճիշտն ասա։ Որտեղից դու գիտես Մարկի տեղը, խնդրում եմ, Արնո, ուղղակի ճիշտը ասա։ Արնո։ Ես հիմա շատ բան քեզ չեմ կարող ասել։ Բայց կարամ ասեմ, որ դու վաղ երեխուն կգրկես։ Ես չեմ հասկանում, ինչ ես ամեն ինչը թաքցնում։ Ինչ ինձ չես ասում։ Չեմ ուզում ավելորդ հարցեր տաս։ Գիտես ինչն է այդ ցերիկ։ Որ դու քո ոտքով եկել ես տուն։ Ինձ ասացիր, որ հավատում ես։
Այդ ինձ լրիվ բավական է, որ ես առանց մի բան հաշվի առնելու վաղ գնամ ու երեխուն բերեմ տուն, երեխուն բերեմ տամ քեզ։ Ես հավատում եմ քեզ։ Ուղղակի էլ չեմ դիմանում։ Մի օր։ Մի օր սերես։ Չեմ դիմանում ես ամեն ինչից, ուղղակի երազ է թվում։ Գիտեմ։ Ու այդ երազը կդառնա իրականություն։ Երբ որ երեխուն գրկես, կմոռանաս այս աշխարհում ամեն ինչի մասին։ Արդեն երկար ժամանակ անցել ոչ մի նորություն չկա։ Զանգյանը տային կարող է գտել են Արփին, ուղղակի խառը վիճակա, դրա համար Ալբերտը չի զանգում քեզ։ Ճիշտ ես։ Հարը, Բարև ձեզ։ Արփից ինչ-որ նորություն կա։ դու էլ գիտես ոչ մի նորություն չկա, Ալբերտը քեզ զանգել է։ Հա, ուզում էր իմանալ իմ հետ է Արփին։ Հա, վերջին շրջանում անդադ քեզնից էր խոսում։ Գիտեմ։ Լավ, իսկ տեղ եկեք հիմա որտեղ է Ալբերտը փնտրում Արփին։ Չէ, գնաց ու չասեց ուրա գնում։ Ես էլ քո պես ոչինչ չգիտեմ։ Լավ։ Ես չեմ ուզում ձեզ անընդհատ անհանգստացնեմ։ Խնդրում եմ։ Եթե ինչ-որ նորություն ունենաք Արփից, խնդրում եմ զանգեք ինձ։ Լավ։ Լավ։ Ինչ էր ասում։ Չկա նորություն։ Արդեն ինչ ասես մտքովս չի անցնում։ Տարօրինակը։ Տեսնես որտեղ կլինի Արփին։ Չգիտեմ ուն։ Իրեն ասում։ Ինչ ասես մտքովս չի անցնում։ Ինձ թվում է ոչ մի վատ բան էլ չի եղել։ Ուղղակի մի մտածեք այդքան էլի։ Զբաղված եմ։ Ինչ կա ասա։ Չէ, ոչ մի բան։ Ոքի տեղս չեմ գտնում անհանգիստում։ Արինիստ։ Չէ, չեմ ուզում։ Արի։ Արինստին զրուցենք։ Չէ։ Առնո, ես գիտեմ, այս թեմայով արդեն խոսել ենք, բայց Ասա։ Առնո, խնդրում եմ, ասա, որտեղից գիտես երախու տեղը։ Չեմ կարող։ Քեզ ով այդ հույսը տվել։ Վստահում ես ինձ։ Ուղղակի սպասի, եթե վստահում ես լսի ինձ։ Ես քեզ ավել բան չեմ կարող ասել։ Առնո, ես խոստանում եմ, որ ոչ ոքի չեմ ասի, ես քեզ չեմ խանգարի։ Գիտեմ, որ չես ասի։ Ես շատ լավ գիտեմ, Արփի, որ չես ասի, ուղղակի ես ամեն ինչը մարդկի անվտանգությունից չի բխում։ Ես քեզ ընդհանրապես ուզում եմ ասեմ, որ դու հանգիստ լինես։ Եթե ինչ-որ բան չիմանամ, չեմ ասի։ Քո կարծիքով ես քեզ անիմաստ հույսեր եմ տալիս։ Ես հաստատ նենց բան չեմ անի, որ իմ երախուն վնասեմ, դու գիտես։ Իհարկե գիտեմ։ Բայց ավելորդ ինֆորմացիա կարող է քեզ խանգարի։ Ինձ էլ կարող է խանգարի, Արփի։
Հասկանում եմ Արնո։ Բայց խնդրում եմ շատ անհանգիստ եմ։ Ո՞վ է քեզ երեխու տեղը ասել, ինչ որ հստակ բան ես իմացել, Էվան է ասել ինչ որ բան։ Չեմ կարող ասել։ Ուղղակի ավելորդ դարձել մի դու։ Վստահում ես, չէ՞ ինձ որ եկել հասել այստեղ։ Վստահում ես։ Դու գիտես ես ինչքան եմ չարչարվել։ Դու գիտես ես ամեն ինչ արել եմ, որ դու ինձ նորից վստահես։ Ես վստահում եմ Արնո։ Ես ամեն ինչ կտամ, ամեն ինչ կանեմ, որ դու նորից ժպտաս, քո աչքերը ժպտան, դու երջանիկ լինես։ Ես նույնիսկ չեմ էլ մտածում, թե դու ինչի մեջ ես այդ երջանկությունը տեսնում։ Կարևորը ես քեզ իմ կողքին տեսնում ու երջանիկ։ Էդ է միակ նպատակը իմ։ Երջանիկ լինելու համար ինձ միայն իմ երեխան է պետք։ Ուրիշ ոչ մի բան։ Գիտեմ։ Գիտեմ դրա համար էլ ամեն ինչ անում եմ, որ քո երեխան նորից լինի քո մոտ։ Ու կլինի։ Կլինի, հավատա կլինի։ Ես քեզ ուզում եմ միշտ ուրախ տեսնեմ։ Առաջվա նման ժպտաս, ուրախանաս, խոսաս, չեմ ուզում տխրես, չեմ ուզում լացես։ Որովհետև առանց քեզ ես աշխարհի համար նեղը, առանց քեզ ես աշխարհի համար փոքր, ես չեմ կարողանում։ Քո մեծ ժպիտը ինձ երջանկությունը պարգևում, նորից ուժ է տալիս ապրելու։ Դու ես ինձ դարձնում չար, ու դու մի վայրկյանում քո մի հայացքով կարաս ինձ դարձնես բարի, կարաս դարձնես լավ մարդ։ Դու ես այդ ամեն ինչի գլխավոր հեղինակը դու։ Մի վայրկյանում կարաս որոշես իմ ճակատագիրը, քո մի հայացքով ու մի խոսքով, ու մի անզգույշ քայլով կարաս ամեն ինչ փչացնես։ Մի արա տենց։ Արա, օգնի ինձ, որ ես դառնամ լավ ու բոլորին օգնեմ։ Հիմա ով է ինձ խաբում, Արնո։ Դու թե Ալպին։ Պապ, ես եմ խնդրել Արնոյին, որ ոչ մի բան չասի։ Չեմ հասկանում, սա ինչ է, չար կատակ է։ 2 օր առաջ դու ինձ խնդրում էիր, որ ես Արնոյին քեզ մոտ չթողնեմ։ Իսկ հիմա ինքդ քո ոտքով եկել ես այստեղ, հա։ Թե դու ես բերել։ Պապ, չէ։ Չէ, սա կատակ չի։ Ես մնում եմ այստեղ Արնոյի կողքին։ Ալբերտ, ես քեզ չեմ խաբում։ Ես Ալպին չեմ ստիպել։ Արնոն էլ ինչ-որ կերպ ազդել է քո որոշման վրա։ Պապ, չէ։ Պապ, սա իմ որոշումն է, ես մնում եմ այստեղ։ Արնո, դու չես տեսնում, որ Ալպին իրեն կորցրել է։ Չի կարողանում իր արարքների համար պատասխան տալ։ Դու ես չես ստիպել, որ Ալպին գա այստեղ։ Հիմա ինչ հնարքներ ես գործի դրել։ Էլ ինչ մեթոդներ ունես քո զինանոցում, որ դեռ չես օգտագործել։ Օր-օրի քո վրա զարմանում եմ, գիտես։ Ալպին, լավ կլինի պապայիդ հետ գնաս։ Հերիք եղավ, ես դու չեմ տա, հենց հիմա գնում ենք Ալպին։ Արի շտասը։ Չէ։ Քեզ եմ ասում, արի։ Գնա Ալպին, գնա, հետո ժամանակը կգա, դու ինքդ քո ոտքով կգաս էլի։ Ժամանակը հիմա է Արնո։ Հիմա ես ոչ մտեղ այստեղից չեմ գնալու։ Դու երեխուս բերելու ես վաղը, իսկ ես թողեմ գնամ։ Ասա Արնո։ Ասա, որ վաղը երեխուն բերելու ես, ինչի չես ասում։ Հերիք է Ալպին, ես քեզ վերջին անգամ եմ ասում, արի գնանք տուն։ Ալպի արի առանձին խոսեմ, դրսում։ Կներես Ալբերտ, մենք մի րոպեից կգանք։ Չեմ հասկանում, սատանա է, ինչ է այս մարդը։ Ինչի պապա ինչ ասեցիր, ինչի եմ եկել։
Որովհետև քեզ չեմ ասում նրա համար, դու էմոցիոնալ ես, կգնաս, կասես, չես կարողանա քեզ զսպես, մեր փոքրիկ գաղտնիքը կբացվի։ Չեմ հասկանում Արնո։ Սրա մասին դու էլ չպետք է իմանար Արփի։ Ոչ ոք չպետք է իմանար։ Ուղղակի չդիմացա։ Ժամանակից մի փոքր առաջ ընկա։ Դու լավ գիտես, որ ես քեզ այս վիճակում չեմ կարողանում տեսնել։ Դրա համար էլ եկա ասեցի, որ գոնե մի քիչ ուրախանաս։ Կներես։ Ներես ես չպետք է ոչ մի բան ասեի, կներես չի ուզում։ Ոչ ոք յար։ Նույնիսկ հորդ ու մորդ։ Չեմ ասի։ Խոստանում եմ ոչ մի բան չեմ ասի Արնո։ Միևնույնն է մինչև վաղը քիչ ժամանակ մնաց է մի գիշերելու վերջ։ Իրոք քիչ ժամանակ մնացել։ Բայց հիմա լավ կլինի, որ դու պապայիդ հետ գնաս։ Չեմ հասկանում, դու ուզում ես որ ես գնամ։ Հա, ուզում եմ, որ դու գնաս։ Հիմա եմ ուզում, որ դու գնաս, իսկ ամբողջ կյանքում ես երազել եմ, որ դու մնաս իմ կողքը, դու այդ լավ գիտես։ Այդ իմ համար ամենաերջանիկ պահն է, երբ որ դու իմ կողքին ես։ Իսկ հիմա շատ կարևոր է, Արփի, որ դու գնաս պապայիդ հետ ու լինես պապայիդ տանը։ Չէ, Արնո։ Ինձ լսի։ Չէ, ես մնալու եմ այստեղ ու իմ երեխուն եմ սպասելու։ Լավ։ Ես քեզ հասկացա, բայց հիմա ինձ լսի։ Անուն Մարկի։ Եկա դու որտեղ լինես, երեխուն բերելու են տան քեզ։ Ես ուզում եմ, որ դու գնաս պապայիդ տուն։ Մեկը երեխուն բերելու են։ Վաղը դու երեխուն կգրկես։ Մի րոպե Արնո։ Այսինքն բերելու են։ Իսկ դու երեխու հետ չես գալու։ Ես չեմ կարող։ Բայց դա կարևոր չի։ Ես էլ շատ կուզեմ վաղ երեխուն գրկեմ։ Ես բերեմ տամ քեզ երեխուն, որ դու ուրախանաս, տեսնեմ թե ոնց ես ուրախանում, տեսնեմ Մարկը ոնց է ուրախանում։ Բայց կարող է հանգամանքներինս դասավորվել։ Որ ուղղակի երեխուն բերեն տամ քեզ։ Բայց իմ համար դա կարևոր է։ Կարևոր է, որ երեխան քո մոտ լինի։ Ես քեզ խոստացել էի, չէ՞։ Ես իմ խոստումը անպայման կպահեմ։ Չեմ հասկանում։ Ես ուզում եմ մնամ այստեղ, ես ուզում եմ։ Չեմ մի մնա։ Այսօր մի մնա, լավ։ Դեռ դու հնարավորություն կունենաս այստեղ մնալու։ Բայց այսօր գնա։ Գնա պապայիդ տուն։ Վաղը կգրկես Մարկին, կուրախանաս։ Ես գիտեմ, որ դու այդ բանին շատ երկար ես սպասել։ Ես գիտեմ, թե ինչքան ես ուզում Մարկին գրկես։ Ես գիտեմ։ Ու դու վաղը այդ կանես։ Իսկ ես իմ խոստումը քեզ կպահեմ։ Իսկ հիմա արի գնանք ներս։ Այսօր գնամ պապայիդ հետ։